Հունիսի 16-ին օրենքի նոր նախագիծ է ներկայացվել ազգային ժողով, որով իշխանություններն առաջարկում են զրկել ընտրության իրավունքից Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր վերջին 1 տարվա ընթացքում նվազագույնը 6 ամիս չեն բնակվել Հայաստանում։ Նախաձեռնությունը հաջորդել է դեռևս ընտրություններից առաջ հնչած հայտարարություններին, թե արտերկրից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիներ են ժամանում, այդ թվում ընդդիմությանը սատարելու նպատակով։ Իշխանական падգամավորները նախաձեռնությունը հիմնավորում են նրանով, որ երկրից բացակայող քաղաքացիները ներգրավված չեն ներհայաստանյան կյանքում, իսկ ընտրությունների արդյունքները պետք է ձևավորվեն միայն երկրում բնակվող քաղաքացիների քվեով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամենամեծ սփյուռքահայ համայնքները ձևավորվել են Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում։ Տարբեր գնահատականներով Ռուսաստանում բնակվում է 400-ից 600 հազար, Ամերիկայի Միացյալ Նահանգներում 70-ից 100 հազար, իսկ Ֆրանսիայում 40-ից 60 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս տվյալները վկայում են, որ նախագծի ընդունման դեպքում ընտրության իրավունքից կարող են զրկվել 100 հազարավոր քաղաքացիներ։ Նախագիծը տարբեր արձագանքներ է առաջացրել հանրության շրջանում։ Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել պարզելու քաղաքացիների կարծիքը նախագծի վերաբերյալ։ Կարծում եմ, որ բոլորը, ովքեր քաղաքացի են համարվում տվյալ երկրում, իրավունք ունեն իրենց ընտրությունը կատարելու։ Ես համաձայն եմ, ամեն ինչ կարող քննարկվի։ Սահմանադրությունում հստակ նշված է, ով է ընտրում, ով չի ընտրում։ Եթե անգամ օրենքը ընդունեն, այն օրենքը, որը հակասում է սահմանադրությանը, չի կիրառվում։ Իսկ դուք նման օրենքը իրավունքի սահմանափակում համարում եք այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ժամանակավորապես արտերկրում են բնակվում։ Սենց ասեմ, նախքան որևէ օրենք ընդունելը, պետք է մտածենք, որ պետությունը ունի պարտավորություն։ Եթե քաղաքացին դուրս է գալիս ուրիշտեղ աշխատելու, վերադառնում է ընտրության մասնակցելու, կարող նշանակի մի բան։ Պետությունը քաղաքացուն աշխատանքով կամ սոցիալական որևէ այլ իրավունքով ապահովելու պարտավորությունը չի կատարել։ Ինձ թվում է բոլորը իրավունք ունեն, ով Հայաստանի քաղաքացի, նա իրավունք ունի։ Որոշ շապով արդարացված է, որոշ շապով չէ, այսպես ասեմ։ Երևի ավելի շատ միտքը տանում են նրան, որ ով բնակվում է Հայաստանում ինքը ընտրելու իրավունք ունենա։ Ես դե չգիտեմ, էլի։ Այստեղ հարցը արդեն ոչ թե օրենքին է տանում, այլ նաև ավելի շատ ինձ թվում է բարոյապես էլի ճիշտ է դա թե չէ։ Օրինակ մարդը խոպանի է գնացել, ենթադրենք մի տարի խոպանում է եղել, հետո հետ է եկել ընտրություններ են։ Այդ մասը էլի պիտի մի հատ ճշտվի, հասկացվի։ Հենց կոնկրետ սահմանափակում դնելու սխալ կլինի իմ կարծիքով։ Չեմ կարող ասեմ, մարդը քաղաքացի է, ինքը իրավունք ունի ընտրելու, կապ չունի, որ երկրում է ապրում։ Եթե Հայաստանի քաղաքացի է, իրավունք ունի ընտրելու։ Այստեղ կա պատասխանատվության եւ իրավունքի մաս, այդ սահմանները պետք է հստակ ֆիքսել, բայց չունեմ հիմա միանշանակ պատասխան։ Մարդը ով այո, վերջին 6 ամսում բնակվել է եւ ավել 6 եւ ավել ամիսներ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ոչ միայն, կարծում եմ կան նաև ուրիշ գործոններ, որոնք որ պետքա ի լրացում այս ասացին լինեն։ Իրավունքի սահմանափակում, այ չեմ կարող ասել։ Այո, պետքա իրանք ձայն ունենան։ Ինձ թվում է չպետքա լինի սահմանափակում, նորից եմ ասում, եթե տալիս են երկխաղացիություն, պետքա իրավունքն էլ տան, անկախ նրանից ես որտեղ եմ ապրում։ Ճիշտ ասած չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Ես կարծում եմ, որ իրոք, եթե դրսում ես ապրում, դրսու ամեն ինչից օգտվում ես դրսից, կարելի է ասել, Հայաստանի ճիշտ է, ցանկալի է, որ մասնակցես, բայց առանձնապես ձայն չես կարող ունենաս։ Բոլորն էլ իրենց նույնության իրավունք ունեն, պետք է կատարեն այդ։ Իսկ այս նախագիծը համարում եք արտերկրում ժամանակավոր բնակվող մեր քաղաքացիների իրավունքի սահմանափակում։ Իհարկե։ Այո։ Միանշանակ այդպես է։ Եթե իրենք հայ են, Հայաստանի քաղաքացիություն ունեն, իրենց պարտականությունը նաև իրենց ընտրությունը կատարեն։ Ես ԿՊ-ական եմ։ Իրավունքի ոտնահարում։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, որ վերջի 6 ամսվա մեջ գոնե պետք է Հայաստանում ապրած լինեն, որովհետև ապրելով ուրիշ երկրներում իրանք տեղեկացված չեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Մինչև այդ ճիշտ որոշում չի եղել, չի լինում, չի լինելու։ Այսինքն իրավունք ունեն ընտրելու, եթե Հայաստանի քաղաքացի են։ Ինձ թվում է այդ ավելի ճիշտ է, որ ով որ բնակվում է, թող իրանք ընտրությունը կատարեն, ոչ թե երկրից դուրս ապրողները։ Դե պիտի այստեղ ապրեն, տեսնեն այստեղի ամեն ինչը, այստեղի այդ ամբողջը, նոր կարողանան ընտրել։ Ազգային ժողովը
կրնալ ամեն մեկ շրջանին նոր որոշումներ առնել։ Իրենք պետք է շատ լավ մտածեն այդ որոշումները չառնեն առաջ։ Որ մեկը շա Հայաստանին է, որ մեկը շա Հայաստանին չէ։ Որը մենք պետք է նախ հաշվի առնենք, որ բնակչության մեծամասնությունը դուրս կգաբրի։ Այս շատ կարևոր գետ է։ Եթե այդ մեկ գետը իրենք հաշվի չեն առնել, որ ուրեմն ատեն դեղը ապրողներս ենք, Հայաստանի մեջ ապրողներում մեծամասնությունը զույգ մարդիկ նստեր են, ոչ ընդրությունը գետակրկրել իրենց, ոչ քաղաքականությունը։ Այս կառավարության քաղաքականությունն է, որ լրիվ ամեն ինչ կարողանան իրանցով անեն, որ իրանց ամեն ասածը օրինականացնեն եւ իրանց ասելով իրանք սուրբը ձևանան, որ իրանք արտարեն ամեն ինչով մաքուր են, մնացածները չէ։ Բեմ եմ։ Եթե հայա իմ կարծիքն է այդ, նույնիսկ գրանցումը կապ չունի։ Այսինքն եթե քաղաքացի Եթե հայա ազգությամբ, հայա, որտեղ ուզում է թող ապրի, իրանք ունի քվեարկել։ Դրսից եկողները եթե տարիներով չեն գալիս, գոնե որոշակի ցենզ սահմանվի, գոնե վերջին 1 տարին գոնե այստեղ լինեն, որ կարողանան քվեարկել։ Նայած ինչ ժամանակով են բացակայել, եթե երկարաժամկետ են բացակայել, միանշանակ ոչ։ Ոչ։ Եթե մարդը քաղաքացիություն ունի Հայաստանի Հանրապետության, ինքը իրավունք ունի ընտրելու, ընտրություն կատարելու։ Այստեղ երկու կողմից կարելի է նայել այդ փաստը երևի։ Ինքը եւ իրավունք ունի որպես Հայաստանի քաղաքացի եւ գտնում եմ, որ քանի որ դրսում է ապրում, շատ բաներ ինքը հեռուստատեսությամբ է իմանում, շատ լրատվամիջոցներ բան չեն ներկայացնում, ճիշտ չեն ներկայացնում, մանավանդ ինձ թվում է պետական լրատվամիջոցները, իրանց կարծիքը կազմում են այդ լուրերի վրա։ Չգիտեմ, ինձ թվում է արդար չի որ ընտրել։ եւ արդարը եւ արդար չի։ Արդարը, որ իրանք քաղաքացի են Հայաստանի, այսինքն ընտրության իրավունքը ունեն։ Արդար չի, որ իրանք դրսում են ապրում։ Ստացվում է, ես դրսում եմ ապրում, բայց որոշում եմ ստեղի ապրող մարդու ճակատագիրը։ Պատկերացրեք մարդիկ 10 տարի, 20 տարի դուրսն են ապրում, իրանց կյանքը կապել են դրսի հետ։ Ինչ-որ մի նորմ պետք է լինի, որ խոսքի օրինակ մարդիկ այս երկրի հետ կապված լինեն, ինչ-որ մի բանով։ Ոչ։ Քանի Նիկոլե կա, արտար բան չկա ու չէ լալու։ Արդար չի, պետք է ընտրել։